հորմոնալ ֆոնը նպաստում է դեպրեսիային։ Եթե մանկաբարձ գինեկոլոգը կորցրեց իր կապը իր հղի հետ, կորցրեց իր կապը իր ծննդկանի հետ, հոգեբանն չի օգնի, հոգեբուժն չի օգնի։ Բա ոնց եղավ, որ ինչ որ մի կետից որոշեցինք, որ պիտի ուշադրություն դարձնենք կանանց հուզական վիճակին։ Հազարավոր տարիներ մարդիկ երեխային ունեցել ու հանգարց վերջին 60 տարին նոր տեսնես չես թե խնդիր ունենք։ Ինքը հղիությունն է իր համար նորություն, այդ հղիությունն է իր համար ստրես։ Շատերի մոտ կառաջանա այն միտքը, որ մեր ժամանակ էլ էին երեխա ունենում, մեր ժամանակ էլ էինք, մենք շատ ավելի ծանր պայմաններ ունենք, մեր կենցաղավարությունը շատ ավելի բարդ էր։ Ծննդկանը դուրս եկավ ծննդատնից, տոն է, բայց այդ տոնը շարունակվի, երբ որ ինքը մտավ իր օջախը։ Մեր հիմքը դեպրեսիաների մենք պետք է մանկանք կնոջ թերը գնահատման մեջ։ Միգուցե նաև այն կարծրատիպերը կամ ավանդական ձևակերպման տակ լիքը բաներ են մտցնում։ Սկսում մամաներին կուզենք բերենք տաշ։ Ձեր սաղ խնդիրները պատի հետևներն էին, հեչ մարդ խնդիրները չէր տեսնի, հեչ մարդ չէր գնահատի։ Եթե ֆիզիկական առողջությունը մեր խնդիրն է եղի, իր հոգեբանական առողջությունը իր ընտանիքի խնդիրն է։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հաղորդաշարն է։ Հաղորդաշարի շրջանակներում հատուկ թողարկումներով խոսելու ենք կանանց վերաբերող տարբեր խնդիրների մասին, փորձելու ենք գտնել լուծումներ ոլորտի տարբեր ներկայացուցիչների եւ մասնագետների հետ։ Հատուկ թողարկման մեր առաջին թեման մոր եւ մանկան առողջությունն է եւ առողջությանն առնչվող հետծննդյան դեպրեսիան։ Այս թեմայի շուրջ մեր առաջին հյուրը մանկաբարձ գինեկոլոգ Վահրամ Միրզոյանն է։ Բարև ձեզ, պարոն Միրզոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Միրզոյան, որպես նախաբան սկսենք հենց ձևակերպումից։ Այդ ձևակերպումների մեջ առաջնայինը հատկապես այն հոգեբանական ծանր վիճակի բնութագրումն է, որը երբեմն զուգորդվում է օրինակ տարբեր տեսակի սննդային խանգարումներով, քնի խանգարումներով, հոգեբանական ծանր վիճակով, մոտիվացիայի կորուստով, երբեմն նույնիսկ անտարբերությամբ մոր եւ մանկան կյանքի կամ առողջության նկատմամբ։ Իրականում ինչ է իրենից ներկայացնում հետծննդյան դեպրեսիան, եթե մենք փորձենք այսպես միջին վիճակագրական տերմիններով այն բնորոշել։ Առաջի հարցը ինչ ուզում եմ նշել, դա խնդրի նոր լինելն է։ Ես մինչև այստեղ գալիս հատուկ հետաքրքրվեցի, թե առաջի անգամ մեր մասնագիտական գրականության մեջ երբ է նշվում ծննդաբերություն, դեպրեսիա երկու բառ իրար հետ։ Ու առաջ իմ զարմանքից առաջի անգամ ես այդ նախադասությունը կգտա 1965 թվականի գրականության մեջ։ Մինչև այդ չի դիտվե, բայց այդ նշանակման գտածս ինֆորմացիան էլ ցնցեց ինձ ելքը։ Եթե առաջարկի մանկաբարձական, եթե կինը տեսնում ես ունի հետծննդյան դեպրեսիա, անջատե մորը երեխայից եւ ծննդկանին տեղափոխե հոգեբուժարան։ Ես ցնցվել եմ այդ նախադասությունից։ Եվ դու պատկերացրեք ես հազարավոր տարիներ մարդիկ երեխային ունեցել ու հանգարց վերջին 60 տարին նոր տեսնես չես թե խնդիր ունենք։ Լավ, այն էլ սկզբից այդ խնդրի լուծումը հոգեբուժարան, ինչով կբացատրեն հոգեբուժարանի տեղափոխել ծննդկանին հոգեբուժարան, որ ընտանիքը ստրես չապրի, որ երեխան հանգարց չտուժի։ Ես ցնցվել եմ այդ նախադասությունից, որովհետև ամենամեծ ստրեսը կնոջ համար այդ մայր երեխա տարածությունն է։ Այո։ Տարանջատելը ամեն ինչ սկսվում է այդտեղից, հիմքն է։ Եվ եթե չենք ուզում ունենալ այդպիսի վիճակ, ես շատ ուրախ եմ հիմա աշխարհը բաց է մեր դեմ
Առաջի իսկ պահից մտցրեցին սկզբից ոսկե ժամը, երբ որ երեխան նոր ծնվավ, առաջի ժամը ինքը պետք է լինի մոր հետ, դա ճիշտ է եւ մոր համար, եւ տղի համար։ Այդ առաջի ժամը Բաղդադի էլի համաձայն է, կարևոր իրար լինի։ Բաղդադեցին առաջի 5 րոպեն, առաջի 15 րոպեն, Բաղդադեք ինչ, բայց մորը երեխայից հեռացնել այդ ամենամեծ սխալն է եւ ամենամեծ ստրեսը եւ ամենամեծ հիմքը դեպրեսիվ փոփոխությունն է։ Տեսեք, տարբեր երկրներ, բոլոր տեղեր կա։ Եվ զարգացած երկրներում կա, եւ այսպես ասած երջանիկ երկրներում, այն սկանդինավյան երկրները ամենաերջանիկ մարդ։ Եվ մեր մոտ կա, բայց հիմքերը դեպրեսիայի շատ տարբեր են։ Մեր եւ իրանց հիմքերը նույնը չեն։ Մեր հիմքը դեպրեսիաների մենք պետք է մանկանք կնոջ թերը գնահատման մեջ։ Պաստորեն պարոն Նյուզյան, հետաքրքիր ձևակերպում արեցիք, որ տարբեր երկրներում դեպրեսիայի ծնող հանգամանքները եւս խիստ տարբեր կարող են լինել։ Իրականում մենք դրան գրեթե ուշադրություն չենք էլ դարձնում, այս թվում է մենք խոսում ենք միջին վիճակագրական կնոջ մասին, շատ գլոբալ համատեքստում։ Եթե այդպես փորձենք մի փոքր ավելի վերլուծել օրինակ հայաստանյան իրականությունը, ի՞նչն է հիմնական ազդող գործոնները, գոնե առնվազն ձեր գործունեության ընթացքում դուք ինչպես կարող եք որոշակի վիճակագրությամբ ներկայացնել։ Հղիությունը հիվանդություն չէ։ Հղիությունը ֆիզիոլոգիական վիճակ է, որը լավ կլինի ամեն կին իր կյանքի ընթացքում 1, 2, 3, 4 դի հանդիպի այդ ֆիզիոլոգիական վիճակին, անցնի այդ շրջանը եւ շարունակի իր կյանքը։ Հիմա պետք չէ վերաբերվել հղի կնոջը որպես հիվանդ։ Պետք չէ։ Դուք պետք է վերաբերմունքը հանդեպ հղիկինը պետք է լինի ամենաառաջինը հարգալից։ Հիմա դուք կզարմանաք, թե ով չի հարգում։ Ես օրինակ ապացուցում եմ ինչ ասում եմ։ Օրինակ ծխելը մեր հասարակարգում։ Անծայրածիր, անչափ չեմ ուզում օգտագործել շնորհք բառը։ Այս ինֆորմացիոն բաց դաշտի մեջ ցանկացած կին, երբ որ կաշտում է հղիության, հղին է կաշտում, չէ՞։ Դեռ գրած է, այնտեղ որտեղ հղին կա, այնտեղ չեն ծխում։ Իրա տունն է, իրա օջախն է։ Բայց ինքը գիտե որ այնտեղ ճիշտ է, այնտեղ որտեղ որ նա ապրում է, այնտեղ ծխել չկա։ Ու այնտեղ մարդիկ թույլ են տալիս իրան։ Դուք վնաս չտվեցիք հղին ֆիզիկական ավելի շատ, քան հոգեկան վնասը տվեցիք։ Առաջի հերթին հղին զգաց իրան չխնամված, ինքը զգաց իրան ոչ ուշադրության կենտրոնում, որտեղ այդ սիգարետի գլանը այդ պահին ավելի կարևոր ստացվեց, քան ինքը իր ֆիզիոլոգիական վիճակի հղիությունը։ Եվ այդ կնոջից դու միշտ կարող ես սպասել դեպրեսիվ ինչ որ բաներ։ Ես ընտանիքի համար եմ անհանգիստ ավելի։ Այսինքն բժիշկ ջան, ներողություն, փաստորեն դուրս է գալիս, որ եթե մենք ուզում ենք վերլուծել հետծննդյան դեպրեսիայի իրական հիմքերը, գալիս ենք հենց ընտանեկան միջավայրից։ Եվ այդ փոքր էկո համակարգում փորձենք հասկանանք ազդող գործոնները։ Այսինքն կարող ենք նաև ասել, որ դրա վրա ազդեցություն ունի նաև այսպես կոչված մեր մշակույթը, ենթամշակութային մոտեցումները, միգուցե նաև այն կարծրատիպերը կամ ավանդական ձևակերպման տակ լիքը բաներ են մտցնում։ Սկեսում մամաներին կուզենք բերենք դաշտ, բերենք, իրանք վնաս չեն, իրանք օգուտ են, բայց իրանց պետք է տաս իրանց օգուտի գործոնը, որ իրոք իրանք օգուտ տան, որտեղ մարդը չգիտակցելով կարող է վնաս տալ։ Չեմ կարծում, որ որևիցե մի սկեսուր ուզենա իրա սերունդը եղնի ոչ լավ, ոչ որակյալ, ոչ չեմ կարծում։ Եվ չեմ կարծում, որ որևիցե մի սկեսուր չուզենա, որ իրա որդին սերունդ ունենա вообще, չեմ կարծում։
Եթե այնտեղ մենք խնդիր կտեսնենք, մենք կտեսնենք այդ խնդիրը, ես կանրադառնամ այդ խնդրին։ Ուրեմն չենք բացադրել։ Հիմա տեսեք, ես սկսեցի ծխելուց։ Վերջացնեմ այդ միտքս, երբ որ հղին, լավ, երբ որ ինքը հղի է եւ մեկ տունը ծխվում է, ինքը դա կտանի հլը։ Բայց ծննդաբերեց երեխային գրգեց եկավ այդ նույն տունը, ինքը նույն աղբյուրներից կաշտում է այնտեղ, որտեղ ապրում է նորածին, այնտեղ չեն ծխում։ Ինքը կչար, որովհետև արդեն ոչ թե իր անձին է վերաբերվում ցավը, վնասը, այլ իր երեխայի եւ այդտեղ մայրական ինստինկտը կաշխատի, ինքը ոնց թե ես պաշտպանեմ իմ երեխայիս եւ կոնֆլիկտ կա, անպայման կհանգինա։ Եղավ կոնֆլիկտ կլինի դեպրեսիվ փոփոխություն։ Ինչ կարող եմ ասել մեր հայ ընտանիքների մենտալիտետը ճիշտ է, մի քիչ ուրիշ է, բայց վերեք այսպես մի սիտուացիա վերցնենք, որ ամուսնացել են մարդիկ, եկել են իրար դաբրում են մեծ ընտանիքի մեջ, ծնողներով հանդերձ եւ այդ ընտանիքում ասենք թե պետք է ամուսինը գնա արտագնա աշխատանք։ Դու պատկերացնեք այդ աղջիկա վիճակը։ Ինքը դուրս է եկել իր հայրական օջախից։ Եկել է նոր, ես չեմ ասում թշնամի, ոչ, նոր է։ Ինքը լավն է, շատ լավն է, չեմ ասում, բայց նոր է, ուրիշ է։ Ինքը եկել է ուրիշ ընտանիք։ Ինքը շփվում է ուրիշ են, չեմ ասում վատն են։ Այլ մշակույթ։ Այլ է։ Ուրիշ ընտանիքի բարքերի հետ վերա ու այդ ինքը հղիությունն է իր համար նորություն, այդ հղիությունն է իր համար ստրես։ Ու այդ պարագայում ամուսինը գնում է արտագնա։ Չես կարող այդ ամուսնուն ասես մնա տղա ջան, որովհետև այդ ընտանիքին պետք է որ ինքը գնա։ Լավ գնաց եւ դուք պատկերացրեք այդ հղի ստրեսի աշճանը, որ միակ, այսպես ասեմ, կետը, որտեղ նա կարող էր հենվել, դա ամուսինը ինքն է ստիպված գնաց։ Ինչ տեղի կունենա։ Այդտեղ մեր սկեսուր մամաների դերը շատ մեծ է եւ ես մի խորհուրդ ունեմ երկու բառը փոխեք տեղերը մամա հետո սկեսուր եւ ամեն ինչ լավ կլինի Այս ամբողջ համատեքստում նաև փորձենք հասկանալ դրա բժշկական հետևանքները կամ առողջական հետևանքները, որոնք ոչ միայն հոգեբանական փաթեթ են իրենցից ներկայացնում, այլ նաև որոշակի ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Այս մասով ինչպես են տեղի ունենում այդ փոփոխությունները, ինչպես են արտահայտվում կնոջ մոտ։ Նայեք, երևի ես էլ իմ խոսքս ուղղեմ դեպի 50-ից կանանց։ Ինչ առումով։ Գալիս է մի նոր փուլ կնոջ կյանքի ընթացքում այդ կլիմակտերիկ շրջան եւ բոլոր կանայք անցնում են դա եւ շատ մեծ թվով հիմնականը ունենում են եւ այդ հոգեբանական խախտումներ եւ տոտեր, տակուպաղեր, քնի խանգարում, ադորիայի խանգարում, դեպրեսիվ վիճակներ, դե հիմա մեր հետկանք մեր հղին։ Հղիությունը հիվանդություն չէ, ֆիզիոլոգիական վիճակ է, բայց չկա ծվազալման ցիկլ, չկա օվուլյացիան։ Ինքը 9 ամիս հղի է, 9 ամիս չունի, չկա օվուլյացիոն ցիկլ։ Ասում փակ երեխուն ծննդաբերեց, տարին կուրս տվեց, այդ տարվա ընթացքում է չկա։ Եվ ինչ է տեղի ունենում, մենք ասում ենք փոքր կլիմաքս այդ շրջանի։ Նույն վիճակը գալիս է այդ ծննդկանի մոտ։ Հորմոնալ ֆոնը նպաստում է դեպրեսիային։ Նույն քրդիկներ եւ եթե դրանք գումարենք ընտանեկան ինչ որ հարցեր, երեխայի կրթքովսանուցման խանգարում շատ կարեւոր բան։ Այո։ Երեխայի ինչ որ առողջական հետ խնդիրներ, ամուսնու երկարատև բացակայություն, մենք կունենանք այն ինչ որ մենք ունենք։ Հիմքը կա։ Տեսեք այն 50-ից կանանց մոտ մենք ինչ ծանր վիճակ է անես, տեղը խմի, թող անցնի, քունդ կարգավորվի, բայց ես մարդ մեղքի բաժինը ո՞րն է իր մեղքավոր երեխայի ունեցել։ Չէ, բերեք գնահատենք հասկանանք։ То есть հիմքը հորմոնալ մենք ունենք։
Դի ամեն ինչ անենք, որ այդ հորմոնալ հիմքը չդառնա խնդրեմ։ Ես վստահ եմ, որ հիմա մեզ լսող հեռուստադիտողներից հատկապես կանանցից շատերը կասեն, որ շատերի մոտ կառաջանա այն միտքը, որ մեր ժամանակ էլ էին երեխա ունենում, մեր ժամանակ էլ էինք, մենք շատ ավելի ծանր պայմաններ ունեինք, մեր կենցաղավարությունը շատ ավելի բարդ էր, որովհետև չկային լիքը օգնող հանգամանքներ, երեխայի խնամքն էլ շատ ուրիշ ձևով էր։ Բա ոնց եղավ, որ ինչ որ մի կետից որոշեցինք, որ պիտի ուշադրություն դարձնենք կանանց հուզական վիճակին կամ չգիտեմ որոշակի փոփոխություններին, մենք էլ գիշերը չէինք քնում, դա տղամարդու գործ չէր, մեր գործն էր, այդ արտահայտությունները ոչ կենդերազգային մենք լսելու ենք։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչպես կարող է, օրինակ, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ շատ պարզ։ Եթե ենթադրենք կինը անհանգիստ երեխա ունենալու պատճառով կամ հետևանքով ինքը ասենք մի շաբաթ չի քնել, նորմալ քուն չի ունեցել։ Ինչ է իրենց ներկայացնում ֆիզիկապես այդ քնի խանգարումը, հետևաբար նաև սննդային խանգարումները։ Ինչ ֆիզիոլոգիական փոփոխություններ կարող են բերել այդ պարբերաբար կրկնվող ստրեսային վիճակները։ Մի շաբաթ մարդ չի կարող չքնել, բարձ ասեմ, այդ տպավորություն է ստեղծվում կան աղջիկների մոտ։ Ես մի շաբաթը աչք չկպցրեցի։ Չի կարելի իրան համ չէ, հա, ասա, հա։ Բայց գիշերը չքնած գիշերային ակտիվությունը բերում է ինչի, հեղուկի կորուստի։ Կուրսք է տալիս, ինքը հեղուկ է կորցնում։ Գիշերը ինքը քնած չէ, ավելի ակտիվ է, շնչառությունը ավելի հաճախ է, շնչառության հետ, քրդինքի հետ ինքը ավելի շատ հեղուկ է կորցնում։ Հեղուկի կորուստը իր հետևից բերում է էլեկտրոլիտների խանգարում։ Էլեկտրոլիտների խանգարումը բերեց ձղաձգումներ, մագանային ցավեր, ողնաշարի ցավեր։ Այս փոքր ցան բնական կամաց այդ դառնում է մի հատ մեծ խնդիր։ Այդ հարցը քննարկելու համար պետք է առաջի հերթին ռեժիմն է սխալ տան։ Անհնար է, որ երեխան 24 ժամ չքնի։ Կերակրեցիր երեխայիդ, դրեցիր, քնած է, այդտեղ մամա կեսուր հարսդի քնի։ Եվ օգնել է պետք է այդ առումով։ Ընտանիքը դրա համար է։ Իսկ երբ որ կինը ստիպված է կերակրեց երեխային, դրեց, բայց ունի խնդիր, նորից գործ, նորից երեխա, նորից ինչ որ ընտանիք, ինչ որ չի ստացվի։ Հիմա ինչ չեմ ուզում այդ բժշկական հարց չի համեմատել առաջը եւ հիմա։ Տասնյակ հազար տարիներ մարդիկ տեղաշարժվել են անիվի միջոցով ձիու քաշել ուժեր։ Բայց հիմա մենք մեր կյանքի արագությունները կարող ենք համադրել այդ առաջի հետ, չենք կարող։ Ինչ եք տեսել, ինչ բան, երկու կանալ հեռուստատեսություններ, մեկը բանդի խցի նման փագած ծնդատները, այդ չէր։ Այդ էր։ Ձեր սաղ պրոբլեմները պատի հետևներն էին, հեչ մար այդ պրոբլեմները չէր տեսնի, հեչ մար չէր կնահատի, 8 օր ծննդկանը կմնար հիվանդանոց, ինչ որ ինֆեկցիաներ կգտնի, ինչ որ երեխեքը փշտիկներով, լա ասում տա փլեց է, փլավ է դա առաջվանը։ Ես ուրախ եմ մենակ դրա համար։ Մի բան էլ ասեմ, որ առաջ ասում են, լավ խոսք չէ, շատ ծանր խոսք է, բայց հələ բերեք համեմատենք մանկական եւ մայրական մահացության թվերը։ Այո։ Դուք եթե տեղյակ չեն այդ մեր մեծ տարիքի կանայք ինչ կան եղել մայրական մահացության թվերը, դրանց խնդիրն է, ոչ թե մեր։ Եվ այս վիճակում համեմատել մենք չի անհամեմատելի բան է,
անհամեմատ է։ Խոսենք նաև ընթացիկ ստուգումների, այսինքն մենք ունենք բավականին լավ համակարգ ստեղծված առողջապահական, որը կոնկրետ հղիության պլանավորումից սկսած տարբեր փուլերում կարող է աջակցել երիտասարդ ընտանիքներին, որպեսզի իրենք կարողանան ճիշտ պլանավորել իրենց հետագա կյանքը։ Եվ նաև փորձենք հասկանալ, թե օրինակ հետծննդյան ընթացքում, նաև այդ վերահսկողության ժամանակ ինչպես պետք է լինի բժշկի եւ կոնկրետ կնոջ կոնտակտը, որպեսզի արդյունավետ լինի վաղ շրջանում հայտնաբերել գոնե որոշակի ախտանիշներ, որովհետև մենք հասկանում ենք, որ որոշակի դեպքերում շատ նման սիմպտոմներ կան, որոնք կարող է մի տեսակ թյուրիմացություն առաջացնեն։ Այս առումով ինչ կարող է անել բժիշկը եւ ինչքանով է կարեւոր, որպեսզի յուրաքանչյուր կին պատրաստ լինի բաց խոսակցության։ Առաջի հերթին պետք է ունենալ առանձին պալատներ, որտեղ կինը իր երեխայի հետ է եւ իրան այցելող բժիշկը միշտ կարող է առանձին քննարկել այդ հարցը հղի հետ եւ անհամեմատ լավ կլներ, որ այդ այցերը կատարվեր եւ հիմա տեսեք հոգեբանական օգնություն, հոգեբանական աջակցություն մտնենք, օգնենք։ Եթե մանկաբարձ գինեկոլոգը կորցրեց իր կապը իր հղի հետ, կորցրեց իր կապը իր ծննդկանի հետ, հոգեբանն չի օգնի, հոգեբուժն չի օգնի։ Հիմնական հարցը ճիշտ գնահատական տալ ծննդկանին դուրս գրվելուց առաջ։ Դու պետք է գոնե գիտենաս, թե ինքը ինչ խնդրի կնանդը։ Դրա համար միայն ծննդկանի հետ շփվելը քիչ է, դի շփվի իր ընտանիքի անդամների հետ։ Այդ եւ գիտեք, ես հիմա վերջերս շատ ընդունված է ինչ որ դուրս գրման արարողություններ, ինչ որ թևերով թաճող, ինչ որ բան աստուգներ, լավ բան է, ուրախանում եմ, չեմ ասում չէ։ Բայց կուզենայի, որ դա տան այդ տոնը ծննդկանը դուրս եկավ ծննդատնից, տոն է, բայց այդ տոնը շարունակվի, երբ որ ինքը մտավ իր օջախը եւ գնահատական ստանա ծննդկանը, որ այն մեր հարցը կարողացավ ապրի, նապե, մենք շատ այսպես չեմ սիրում այդ խոսքը, ասենք ցանկացած կինը կարող է կամ մոդենա թե կեսուրը կլինի, տադիկ կլինի, չեմ ուզում անվանեմ, նորացնին կարող է գրի, տղաս, ոչ, դա ծննդկանի թողը դե ընդունեցի, բայց տղաս չի, ձեր տղան տղա է ունեցե, ձեր տղան է տղա ունեցե, ոչ թե դուք։ Եվ տեսեք մի բառ է, բայց լսելով ծննդկանը ինքը չստացավ իր գնահատականը, չստացավ իր շնորհակալությունը, պարզ, իր գնահատական ընտանիքից դու չլինի չէինք ունենա այդ տղային։ Եվ թերագնահատվելը եւս կհանգեցնի հոգեբանական ծանր խնդիրների։ Ես մի փոքր վիճակագրություն ուսումնասիրեցի եւ այստեղ օրինակ հետծննդյան դեպրեսիա ունենում է մայրերի մոտ 10-ից 20%, այսինքն միջինում յուրաքանչյուր 5/10 կին։ Իրականում բայց այստեղ կար նաեւ նախադասության վերջին հատվածը, որ շատ դեպքեր մնում են չբացահայտված։ Այսինքն մենք ախտորոշման նաեւ բացահայտելու տեսանկյունից եթե նայենք մենք ինչքանով ենք կարողանում կառավարել այդ process-ը, որովհետև դրա հաջորդ փուլը պետք է լիներ կամ կանխարգելումը կամ արդեն հետագայում նաև բուժումը։ Ինչպես է տեղի ունենում այդ հետագա փուլը, ինչպես է տեղի ունենում ճանաչումից, իդենտիֆիկացիայից, որ սա այս դեպրեսիվ ախտանիշներն են, դրանից հետո ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչպես ենք հասնում այն վիճակին, որ բերենք հետ կնոջը։ Ես ձեզ ասեմ, այդ թվերը մանկաբարձ գինեկոլոգներին, մանկաբարձներին չէ, այդ թվերը հոգեբաններն է, իրանք հարցումներ են կատարում, թողանեն ապրեն։ Եվ ասենք մի թեթև խոսք, այ քննարկեցինք, վայ հոգնել եմ, վայ քունը ստանում է, վայ ուզում եմ մի քիչ, իրանք դա վերցնեն որպես դեպրեսիայի։ Չէ, այս համաձայն չէ։ Նորից հետ է գա։ Հղիությունը ֆիզիոլոգիական վիճակ է։ Եվ ոչ մի տեղ գրած չէ, որ որևիցե մի անհանգստություն, դիսկոմֆորտ, թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական հղին պետք է ունենա։ Պետք է լինի այդ ամեն ինչը։ Մեր դերը մինիմացնել է այդ
փոփոխությունները։ Եթե ֆիզիկական առողջությունը մեջ խնդիրն է եղի, իր հոգեբանական առողջությունը իր ընտանիքի խնդիրն է։ Եվ այդ նույն կանայք, որոնք կարող է հղի ներկայությամբ վայ ծննդաբերությունը սարսափելի բան։ Քեզ համար սարսափելի բլավի կնանստի, ինչ գործ ունես դու հղի հետ։ Վայ ես մահանում էի արդեն ծննդա։ Չմահացար, ուրախ ես, երեխեք ունեցար։ Դե բերանդ պակի հետ մյուս հղի հետ։ Մի դույնեք այդ մյուս մարդու կյանքը։ Այդ փճացած հեռախոս կոչեցյալ այդ փորձը, որ խոսում ես իրանց հետ, ես փորձս էի ուզում կիսվել իր հետ, ես ուզում էի զգուշա, պետք չի։ Դու ունես քո տաղը փորձը, գնա քեզ համար քո տաղը փորձով ապրի։ Պետք չէ կիսվել այդ փորձը մյուս հղիների հետ։ Եվ քանի որ մեր զրույցը սկսել ենք, այսպես ասենք, մտահոգիչ ինֆորմացիայով, խոսքը 65 թվականին դեռևս հայտնաբերված այդ եզրույթի մասին եւ դրա կանխարգելման այդ գործընթացի մասին, խիստ ծայրահեղ գործընթացի, ես ուզում եմ փորձենք հասկանանք, արդյոք մենք որոշակի դրական տեղաշարժ ունենք հայտնաբերումների հետ կապված այսօր եւ գոնե կարող ենք որոշակի համեմատության մեջ վիճակագրություն առանձնացնել, որ ամեն դեպքում դա ինչ որ միտեղ գնահատված է այդ համակարգում։ Մենք հիմա ունենք վիճակներ, որոնք ռեալ պայմանավորված են հոգեկան առողջության շեղումով։ Կինը ունի հիմք եւ ծննդաբերությունը բերում է ոչ թե դեպրեսիայի, այլ հիմնական հիվանդության սրացմանը։ Այո։ Տեսեք, ես մի 40,000 ծնունդի մասնակցել եմ սկան տարվա։ Այդ դեպրեսիայի մեջ չի մտնի ցավոք սրտի եւ անգիր հիշում եմ երկու դեպքի միայն ունեցել այս կանտարվա մեջ, որ այո ծննդաբերությունը պրովոկացրեց հիմնական հիվանդության սրացումը եւ պետք եղավ ոչ թե հոգեբան, այլ հոգեբույժ, լուրջ բուժումներ, բայց երկու դեպքում էլ մայրը հետո ընդունեց երեխային, կերակրեց, պահեց եւ երկու դեպքում է տեսեք ունենալով հոգեգան առողջության խնդիր, երկու դեպքում է ընտանիքը ծանրությունը վերցրեց իր վրա եւ կայացավ եւ ճիշտ է երկու դեպքում է երկրորդ երեխայի փորձ ունենալու անգիր եմ հիշում այդ մարդկանց եւ չարեց ընտանիքը, բայց կայացան ապրեց։ Մնացած այդ թիվը իրոք դեպրեսիվ են, իրոք չունեն գենետիկորեն պայմանավորված հիմքեր հոգեգան շեղում։ Եվ իր ծանրության աշճանը շատ քննարկելի է։ Հակառակ հղիներին մենք ադապտացնելով իրանց կրծքով սնուցման, ադապտացնելով իրան այդ ընտանիքի կյանքին, ադապտացնելով մայրության երջանկությանը, դու հեռու ես գալիս դեպրեսիայից։ Շնորհակալություն բժիշկ ջան, իրականում այս թեման ես հասկանում եմ, որ բավականին խոսելու երկարատև քննարկման թեմա է, անծայրածիր։ Բայց հաղորդման վերջում ուզում եմ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ հետծննդյան դեպրեսիան իրականում թուլության նշան չէ, այն առողջական եւ հոգեբանական որոշակի խնդիր է, որի մասին պետք է խոսել բաց եւ թափանցիկ առանց ամաչելու։ Եվ ժամանակին ցույց տված աջակցությունը կարող է նպաստել այդ խնդիրների արագ լուծմանը։ Ես հիշեցնեմ, որ բաց տեքստով նախագծի այս հատուկ թողարկումները, որոնք նվիրված են հետծննդյան դեպրեսիային, իրականացվում է Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպության աջակցությամբ հոգեսոցիալական ծառայությունները ծննդատներում որպես արժանապատիվ մայրության երաշխիք ծրագրի շրջանակներում։ Հաջողություն։